Սիրելիներս ողջույն, այսօր պատրաստելու ենք անչափ համեղ թխված սնիկերս անվանումով, ինչ է մեզ անհրաժեշտ, ալյուր չափաբաժինները կգրեմ նկարագրության բաժնում, ալյուր, կարագ, այստեղ ունեմ նաև կարագ կրեմի համար, 1 տուփ խտացրած կաթ կրեմի կարագի հետ, այստեղ ունեմ թթվասեր, 1 դեսերտ լավ լիքը գտալ, այստեղ ունեմ շաքարի պուդրիա և շաքարավազ միասին կես-կես խառնել եմ ձվի սպիտակուցի հետ, ձվի դեղնուցը գցելու ենք խմորի մեջ, սպիտակուցը հարելու ենք, բեզե սարքենք խմորի հետ, պետք է թխել, կտեսնեք տեսանյութում և ընկույզ, դե ինչ, այստեղ ավելացրել եմ նաև ալյուրի վրա վանիլ և 1 թեյ գտալ ռազմեխլիցել, փխրեցուցիչ, ահա Ինչ չենք անում, հիմա կարագը և ալյուրը միասին ձեռքով խառնում ենք, որպեսզի ստանանք համասեռ իրար հետ հավասար խառնված զանգված։ Հիմա սա խառնենք, ստանանք այդ զանգվածը, նոր կավելացնենք մնացած բաղադրիչները։ Խառնեցի, այսպես յուղոտ ալյուրախառը խմոր է լինում, ինչ ենք անում, փոսիկ ենք անում, ավելացնում ենք վրան սմետան թթվասերը, թթվասերը այսպես, թթվասերի գթալով հենց հարել դեղնոցը և ավելացնեմ անմիջապես, և վերջ, այս ամենը խառնելուց հետո պետք է հավաքվի յուղայնությունը և թթվասերն է հաղորդելու և կարագը, որ արդեն լցրել ենք, յուղայնությունով թեթև հավաքվելու է խմորը, դնելու եմ սառնարան, սառելուց հետո, մինչև սառելու ընթացքը պատրաստելու եմ սպիտակուցը բեզեով, ցույց կտամ։ Սիրելիներս, շատ յուղոտ և ինքն իրանով արդեն հավաքվեց, ալյուր ոչ ավելացրել եմ, ոչ ինչքան որ գրելու եմ, այդքան է գնացել, թթվասերը և ձվի դեղնուցը հավաքեց իրան, վերջ, հիմա սա տեղափոխում եմ սառնարան և հանգստանա և սառչի մի քիչ, այս պահին խմորի հետ անհրաժեշտ է լինելու նաև սպիտակուցի բեզեն, հիմա մինչև սա կսառչի կպատրաստենք բեզեն, բեզեից հետո նոր կպատրաստենք արդեն կրեմը մեզ անհրաժեշտ է լինելու խմորը թխելուց հետո, բայց ընթացքը կպատրաստենք մինչև սա սառչի, սա տեղափոխեմ սառնարան և միանամ, ահա, սառնարանում մինչ խմորը կհավաքեի, դրել էի սառնարան սպիտակուցը, որպեսզի սառը վիճակում մնա, սառը վիճակում շատ ավելի լավ է ստացվում բեզեն, որոշել էի այստեղ պատրաստեի, բայց չէ, հիմա հանեմ սա, այստեղ կարագն եմ դրել, կրեմը կպատրաստեմ, հենց սրա մեջ բեզեն կմիացնեմ, խփեմ մի քիչ, ինքը սպիտակի, մի քիչ բազմանա, ավելանա, նոր ավելացնեմ շաքարավազը, առանց շաքարավազի է, նայեք, իրան պտտեք, պիտի ինքը չշարժվի տեղից, ամուր զանգված պիտի ստանաք, հիմա քիչ շաքարային զանգվածը մի փոքր վերև ներքև շարժումով, որպեսզի հարելուց շաքարավազը այս կողմ այն կողմ չնետի, ավելացնում ենք և նորից շարունակում հարելը, ահա, հարեցի, նաև շաքարավազով, նայեք, ինչ-որ փոփոխություն տեղի չունեցել, ինքը ոնց ամուր ստացվել է, շաքարավազից հետո շատերի մոտ ասում են, որ շաքարավազը լցնելուց հետո ինքը թուլանում է զանգվածը, ոչ, ուրեմն ինչ-որ բան այնպես չեք անում, սիրելիներս, իրան, ուրեմն կամ չափից շատ եք հարում, կամ դեղնուցային ինչ-որ զանգված անգե մեջը, որ սկսել է թուլանալ, որովհետև իրան, նայեք, շաքարավազ լցնելուց հետո նորից նույն ավելացել է ու չի պտտվում այս կողմ այն կողմ, շարժվում այս կողմ այն կողմ, սա էլ վերջացրեցինք, թողում եմ մի փոքր սառի,
Խմորը բաժանելու եմ երկու մասի և շարունակությունը ցույց տամ։ Պատրաստում ենք կրեմը, սիրելիներս, չափաբաժին ասել եմ, կգրեմ նորից նկարագրության բաժին կրեմի կարագը ինչքան է, լցրել եմ կարագը, հիմա ինչ եմ անում, սովորական խտացրած կաթ և եփած խտացրած կաթ և կարագ եմ անելու կրեմը։ Կարագը հարեմ, քիչ-քիչ ավելացնեմ խտացրած կաթը։ Ժողովուրդ ջան, յուղաթղթի վրա հենց անմիջապես բաժանել եմ երկու գնդի, ասեմ, բաժանել եմ երկու գնդի, երկու շերտ եք թխելու։ Մի գունդը յուղաթղթի վրա հենց անմիջապես բացել եմ պրետապակի մեջ, վրան ավելացնելու ենք բեզեն։ Բեզեն, տեսեք ինչքան ամուր բեզե ենք ստացել։ Բաժանելու եմ ևս երկու մասի, երկու լիստերի հետ էլ բեզեն թխելու ենք։ Աչկա չափսով մոտավոր։ Սա արդեն երկրորդին բավական է։ Ինչ ենք անելու։ Իրան մի հատ ամբողջությամբ տարածում ենք ամբողջ շերտի վրա և անհավասար շարժումներ ենք անում, այսպես, որպեսզի մի փոքր բուրգի նման լինի։ Պարտադիր չի ամբողջ ծայրերը տանեք, որովհետև իրան կրեմ է քսելու, ինքը լինելու է մեջի հատվածը, այսպես տարածելու ենք։ Ահա, ինքը գլատկի չի, մի թեթև սենց բուրգատի ինչ-որ շարժումներ եք անում, անհավասար որ լինի։ Սա ուղարկում եմ ջեռոց այնքան ժամանակ, մինչև խմորը թխվի և բեզեն մի փոքր չորություն և ոսկեգույն երես կազմի։ Դրանից հետո կթխեմ երկրորդ շերտը, իսկ արդեն հավաքելուց նոր կմիանամ, սիրելիներս։ Ահա ժողովուրդ ջան, պատրաստել ենք, թխեցինք, արդեն երկու լիստերն էլ, այսպիսի ոսկեգույն երանգ ենք ստացել։ Ինչ ենք անելու, վրան տեսել եք արդեն, պատրաստել եմ եփած խտացրած կաթ և կարագը։ Ահա, այսպիսի շատ հարթ և շատ լավ, մի փոքր սառել է, որովհետև մինչև խմորի պատրաստի լինելը թողել եմ սառնարանում, քանի որ արդեն շոգ է եղանակները, որ չխալչի։ Հիմա քսելու եմ մի շերտ կրեմը, ավելացնելու եմ ընկույզ շերտերին, դնելու եմ երկրորդ շերտը, նորից մի փոքր բարակ շերտ, արդեն վրան, մեջի հատվածը ավելի շատ են կրեմ դնում, քան վրայի հատվածը բարակ, կրեմ եմ անելու նորից վրան ընկույզ և ձևավորման համար շոկոլադ կհալեցնեմ և վրան գծեր կանեմ, զուտ տեսքը կեղեցիկ ապահովելու համար։ Այս պահին այսպես բացատրեցի ինչ եմ անելու, որպեսզի տեսահոլովակը չի երկարի, ես առանց ձեզ այս բոլոր գործողությունը կատարեմ և միանամ ցույց տամ վերջնական արդյունքը, սիրելիներս։ Ժողովուրդ ջան, ահա և պատրաստ է մեր Snickers թխվածքը, սա այն թխվածքներից է, որ բերանում հալչում է։ Իրոքիչ շատ նուրբ և շատ համեղ թխվածք է, պատրաստեք և դուք, պատրաստեք այս բաղադրատոմսով, գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում, մեծ սիրով կսպասեմ ձեր մեկնաբանությանը։ Ահա, ունի այս տեսքը, շատ համեղ և շատ լավ բաղադրատոմս է։ Դե ինչ, լավ մնացեք, այսօր էլ այսքանը, կհանդիպենք շատ շուտով հաջորդ տեսանյութում։ Ցտեսություն։